Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Պարոն նախագահ, ես երբեք չեմ կարողանում մոռանալ, երբ որ դուք բանակցում եք Ալիևների հետ։ Ուղղակի սարսափում էին նրանք։ Ես հիմա ուզում եմ, որ դուք նորից այդ նույն սարսափը պատճառեք այս մյուս Ալիևին, Կրտսեր Ալիևին։ Լինելու է, բայց մի հարց, դուք գլխի ընկնում եք ինչու և ովքեր չեն ուզում, որ դուք դառնաք Հայաստանի ղեկավար։ Օրինակ ոնց կպատասխանեք այդ հարցին։ Լավ չհասկացա։ Ովքեր և ինչու չեն ուզում, որ դուք դառնաք հաղթանակած վարչապետ։ Իստում այդ հարցի պատասխանը բոլորը ունեն։ Ես ասեմ, նախանձները, անկարողները և ռուսները մի լավ ասացվածք ունեն, ասում են դուրակամ զակոն նեպիսն։ Մեր երկիրը հիմա ղեկավարում են այդ դուրակները, փրկեք ես երկիրը։ Դուք պարտավոր եք, եթե հիշում եք, Ֆրանսիայի հրապարակում, երբ ես մոտեցա ձեզ, խնդրեցի, նույնիսկ չխնդրեցի, ասացի, պարոն նախագահ, ես որ ձեզ աղաչում եմ, ոչ խնդրում եմ, ես ձեզնից պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի, ով իր կյանքը նվիրել է այս երկրին։ Ես ձեզնից պահանջել եմ, որ դուք դուրս գաք։ Շնորհակալություն։ Նայեք, դուք պարտավոր եք։ Հասկաց։ Այս իշխանությունը, նու կոնկրետ, եթե չեմ սխալում, ուղղակի միանգամից հիշողությանը գալիս հետևյալը կառավարության նիստին վարչապետը ուղղակի ասում է, որ մենք տգետ ենք, բոլորս տգետ ենք եւ կրկնեմ այս միտքը, ոչ մեկ այդ դայլիճում չասեց, որ ինքը տգետ չի։ Բոլորը ընդունեցին։ Սա ուսապարկային կառավարում է։ Ես էլ եմ եղել նախագահ, եղել եմ վարչապետ։ Ես չեմ պատկերացնում ոնց է կարելի կառավարության անդամներին նստացնել եւ ուղղակի ասել տգետ եք դուք։ Չեմ պատկերացնում։ Ինքնասիրություն ունեցող մարդը այդ միջավայրում չպիտի աշխատի։ Եթե քո ինքնասիրությունը պաշտոնի դեմ, այդ ռազմենն ես անում, հիմա ինչ ասեմ։ Դուք չեք գտնի մեկ պաշտոնյա, որին ես իմ բնավորությամբ ես խիստ մարդ եմ, բայց որի արժանապատվությանը ես որևէ անգամ, որևէ մեկ անգամ կպացնեի։ Չեք գտնի պաշտոնյա, ինչքան իմ ժամանակ աշխատած մարդիկ կան, իրենց հարցրեք։ Դու եթե պաշտոնյային արժանապատվության, եթե գործը դրան է հասնում, արժանապատվության պիտի կպնես, որը միջև կպնելը պիտի գործից ազատես։ Բայց դա քեզ թույլ չպիտի տաս, որովհետև այդ մարդը հետո պիտի աշխատի։ Արժանապատվություն չունեցող մարդը պաշտոնում չպետք է լինի։ Բայց այս հարցին ովքեր չեն ուզում, որ Հայաստանում իշխանության կա Հայաստան դաշինքը ազգային ուժերը, սրան ուզում եմ անդրադառնամ։ Չեն ուզում Թուրքիան եւ Ադրբեջանը, որտեղ ուզում են ունենան խամաճիկ Հայաստանի ղեկավար եւ շարունակեն թուլացնել մեր պետականությունը։ Չեն ուզում որոշ արդեն նշմարվում են օլիգարխներ, ովքեր այս իշխանության տակ ծծում են ժողովրդի արունը ու այսօր էլ ամեն ինչ անում են, որ սրանք վերարտադրվեն։ Չեն ուզում մեր երկիրը ներսից քայքայող որոշ ուժեր ու ամեն ինչ սրանք փորձելու են անել, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա ուժեղ, կայացած Հայաստանի ազգային շահերը սպասարկող մեր ինքնությունը պահող իշխանություն։ Բայց դրանք փոքրամասնություն են, մեր ժողովուրդը այս անգամ հունիսի 7-ին դրանց վերջնական պատասխանը պետքա տա ու հաղթի այդ ուժերին։